մենք հիմա հանդիպման վայրը այստեղ է։ Այս 376 հեկտար, մյուսը ստերից 14 կիլոմետր հեռավորության վրա է, շքարացանք դնենք, դալարիկ 127 հեկտար են այդտեղ, ընդհանուր տնկված է 1 միլիոն ծառ, տեսակները ծիրան, սալոր, դես, տափակ դես, նեկտարին, տափակ նեկտարին։ Այդ տափակ դեղցը անսպասելի համով միրգ է։ Շատ արդեն տրենդային է ինքը։ Հա, բայց ինքը համով էլ է, բայց տարօրինակ տեսք ունի։ 1 միլիոն ծառ է տնկված եւ ներկրված է։ Երբ եք տնկել դուք ծառերը։ 23 թվականին ենք երկու մասում է սկսել աշխատանքները։ Հիմա լիարժեք եք բերք ստանում, թե ոչ, անցած տարի 1000 տոննա ենք ստացել, այս տարի պլանավորումը ստենգի վրա 8000 տոննա, այս տարի պլանավորված տոննա։ Մի րոպե, ծիրան, սալոր, դեղց, ծիրանն էլ եք ինտենսիվ ստանում։ Ծիրանը ինտենսիվ է եւ մայիսի 27-ին քաղում ենք արդեն, այսինքն երացումը դարաշ չինում, մենք շուկա ենք մտնում, անցած տարի տենց ենք շուկա մտնում։ Ընդհանուր ամբողջ երկու հատվածում էլ ցանկապատված է, 15 կիլոմետր ցանկապատված է ամբողջությամբ։ Ֆինանսավորումը սեփական միջոցներից մենք ներդրել ենք 3 միլիարդ, այն այգու մասով 127 հեկտարը 5 միլիարդ ամերիկյան բանկից եւ սուբսիդիայով էկոնոմիկայի նախարարության կողմից եւ այս մյուսը այսինքն աջակցության ծրագրից 0% մարման ժամկետը 2030-31 թվական։ Այս ամենալավ պրոցեսն է, որ Հայաստանում տեղի ունենում, գյուղատնտեսության ինդուստրիալիզացիա տեղի ունենում։ Հիմա լրիվությամբ ավարտած ենք, աշխատողների քանակը այս պահի դրությամբ 350 են, մեկ ամսից դա կլինի 600 հոգի, մեծ մասը աշխատողների արցախցիներն են եւ կողքի գյուղի բնակիչները 2028 թվականին Աշխատավարձը միջին աշխատավարձը օրը 10000 դրամի չափ է, եւ 2028 թվականին մոտ 1000-1200 հոգի պլանավորված է, որ պետք է աշխատող ունենանք։ Որ թվականին 28-ին լրիվ պիկը 28-ն է մեր մտնում, արդեն որ 30000 տոննային մոտիկանում ենք։ Իրան ինչ փաթեթավորում եք։ Հիմա հաջորդ ներդրումը 26-27 թվականին դա սառնարանն է, սորթավորման հոսքագիծը եւ արտադրություն։ Սառնարան բայ եթե հիմա չունեք, ո՞նց եք այս կամ 1000 տոննան կողքի գործընկերների հետ կարանք այդքանը, բայց մյուս տարի արդեն գալիս է վերքը 25000 է դառնում եւ հնարավոր չի։ Ցույց տամ նաեւ ներկայացնեմ սա պոմպակայաններից ամենից փոքրն է, ինքը, որտեղ ստեղ պարարտանյութերը լցում են լրիվ ավտոմատիկ սիստեմա, համակարգը այգիների ամբողջությամբ։ Այսինքն ստեղից պարարտանյութը վերևից լցվում այս տարաների մեջ եւ հա, այն տարաների մեջ եւ ջուրը իր հետ արդեն պարարտանյութ ստանում։ Հիմա ներկայացնեմ, թե դոզավորման համակարգ ունենք, որը շատ կարեւոր է, որ այս ցույց տանք, որ այս ժողովուրդը նաեւ տեսնի, թե ոնց է աշխատում, էլի։ Ես հիմա ներկայացնեմ, որ ինքը ամեն պարարտանյութ տալուց կամ ջրելուց անալիզ անում pH-ը, այսինքն թթվայնություն է ջրի։ Եվ դրա հիման վրա նոր, այսինքն 6-6.5 պետք է լինի դա։ Մեր ջրերը հիմա որ մենք վերցնում ենք 7-7.5 է, դրանով իջացնում են, այսինքն դա աճողականություն է, որ ծառը չի աճում, փաստացի դա անալիզներից է։ Ջրի թթվայնությունը ավտոմատ ամեն ջրելուց անում է եւ նոր սրսկում։ Այս համակարգը եւ դա հետեւաբար բերքատվության վրա է ազդում, բերքի որակի վրա ազդում, բերքի համի վրա է ազդում եւ այդպես շարունակ։ Եվ հազար ներողություն եւ էսա գուցե նաեւ ստեղ այն հարցերի պատասխաններից մեկը, երբ որ մենք շատ դեպքերում այն իրավիճակում ենք, որ ասում ենք չարչարվում ենք, ու իրոք չարչարվում ենք, ու իրոք ջանք ենք դնում, բայց արդյունքը կամ չկա կամ այն չի ինչ որ մենք բան ենք անում, որովհետև այսօր գյուղատնտեսություն գիտելիքի վրա է հիմնված ու տեխնոլոգիայի։ Մենք ունենք ընդհանուր 4 ջրամբար,
մեկը 100,000, երկուսը 60-ական եւ մեկը սելևատար փակենք կահավորել եւ այդ ջուրը որ գալիս է լցում, պահում ենք օգտագործելու համար։ Իսկ կներեք, այս հողը, որ ամբողջացրել եք, քանի կտորից եք առել եւ ինչքան է տևել հավաքելը հողը։ 2 տարի 3 կտոր է։ 3 կտոր։ Գնում ենք կատարել։ Պոմպակայանների ունենք 3-ը, երկուսը այս չափի, մեկը շատ մեծ։ Ու նաև ասեմ ջրի ռեսուրսը որ դուք ենք վերցնում, այս 1000 ներողություններ կներեք ընդհատելու համար, այստեղ կարևոր է նաև միավոր պարարտանյութի օգտագործման էֆեկտիվությունը։ Երկու բան կա։ Նախ բույսին ճիշտ քանակով ես տալիս, երկրորդն է քո ունեցածը օգտագործում ես խնայողական, որովհետև դա ծախս է, չէ։ չենք կարող խառնենք։ Էդ եմ ասում։ Այսինքն ծրագիրը տված է, ձեռով ոնց էլ անես կամ շատ ալնելու կամ քիչ ալնելու։ Ջուրը այս 376 հեկտար վերցնում ենք 3 արտիզան հոր, ունենք Հա դուք հորել ունեք։ 3 արտիզան հոր, 1 հատ Արաքսից գից եւ 1 հատ գից ունենք Ախուրյան ջրամբարից։ Կներեք, այս հորը ինչի համար է։ Հիմա ձեզ ներկայացնեմ մենք ինչ ենք նախագծով եւ մեր խելքը որ ենք օգտագործել, ամբողջ ջրամբարները կապել ենք իրար հետ եւ նասոսները մենք տեղադրել ենք այն խորքային մետրաժի վրա, սա 6.5 մետր է, ունենք մյուս պոմպակայանը 10-11 մետր խորքի վրա, որպեսզի ինքնահոս ջուրը գա պոմպին հասնի։ Եվ մենք մի անգամ հոսանք ծախենք։ Այսինքն մենք այս 376 հեկտարում Իսկ ով է նախագծել։ մենք Դրսից մասնագետ չեք կան, չէ։ մենք ունենք բավականին լավ մասնագետներ։ Հարգելի գործ 1000 ներողություն, պարոն Պապոյան։ Այս հողերի խոշորացման ծրագրին մենք պետք է ավելի շատ ջանք տնենք, էլի չի ստացվելու։ Ուրիշ կերպ չի ստացվելու։ Գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել առանց հողերի խոշորացման չի ստացվելու։ Պետք է շատ ջանք տնենք, որ լուծենք այդ հարցը։ Գիտեմ, որ նախ ինքը բարդ է։ Այս հələ այս կողմերը Բայց ինչ են մեծ կտորներ, որովհետև 1000 ներողություն քար ու քռ է։ Ոչ մեկ հետաքրքրված չի եղել։ Այսինքն խնդրել են ժամանակին ուշադրություն դրա համար ներդրողները ամբողջը ստեղ էր, չէ, բանը նուշի ներդրումը, Իզմիրլյանների նուշի ներդրումն աստեղ Էրնեկյաններն էլ չի, այս երակի մեջ է, որովհետև այս քար ու քռը ոչ մեկ հետաքրքրված չի եղել, չէ, մտածել որ ստեղ գյուղատնտեսություն կա, բայց այս հողերը փաստացի, որ այդ կտրտվելուց փրկվել են, հիմա այսօր մեր գյուղատնտեսության լոկոմոտիվն են իրանք դառնում։ Մի դրվագ էլ կա, որը նաև համայնքապետի հետ խոսեցինք, կան հողեր, որոնք որ արոտավայր են իրենց նշանակությամբ, բայց ըստ էության Մենք այդ թեմային արդեն անդրադարձել ենք, պարոն Պապոյան։ Մենք անդրադարձել ենք հետևյալը, որ մենք պետք է մի հատ գույք քագրենք, միջազգային կադաստրի կոմիտեն կարծում եմ ստեղ մեզ օգտակար կլինի եւ այդ տեխնոլոգիաները օթային, այ որ Արբանյակը ունենային կամ երբ ունենանք էտել մեզ կօգնի, որովհետեւ թղթի վրա գրած արոտավայր, բայց մենք պետք է հասկանանք դա ինչքանով է արոտավայր, այսինքն այդտեղ կենթանին գլխականը կարա արոտանի թե չէ, եթե կարա, այդ ուրիշ թեմա է, եթե չի կարա, պետք է գուցե նոր կատեգորիա մտածել, գյուղատնտեսական արդյունաբերության ինչ որ կատեգորիա մտածել, որ նաև այլ տրամաբանություն չլինի։ Ընդհանուր ներդրումը 25 միլիարդ է, ծրագրից բանկայիններ։ Մենակ այս էլեկտրականության հետ կապված որ ասացի, պարոն տարեկան եկամբանը էկոնոմիան մոտ 70 միլիոն դրամ է, որ մի անգամ ենք ինքնահոս ենք սարքել, երկու անգամ։ Այսինքն 3 անգամ 3 ջրամբար որ առանձին կառավարվել 70 հակառակը որ մի հատ լցնենք, մի հատ էլ քաշենք հանենք, որ սրսկենք։ Այդ մի հատ քաշել հանելը, որ մենք սարքել ենք, որ մի անգամ ենք անում, երկու անգամ չկատարում, դա մոտ 70 միլիոն էլեկտրաէներգիայի բան է։ Քիչ ծախս է, 70 միլիոն քիչ ծախս է։ Ինքնարժեքը մինուս 70 միլիոն, իսկ դա եզակի է մեր տնտեսությունը մի բանով, որ ամբողջությամբ ներկրված է Իտալիայից, ամեն ինչը, բացի կաթիլային համակարգը իսրայելական, իսկ մնացած շպալերը, բետոնի 250 կոնտեյներ բետոնի շպալ են ներկրել Իտալիայից, ամբողջ համակարգը իտալական է, մեր տեղական չենք օգտագործել շպալերը և 10 տարի համակարգն է
երաշխավորություն կա, եւ միջազգայինումից գնել են 20 տարի ցանցել ամբողջությամբ։ Շատ ուրախ ենք եւ շնորհակալ ենք։ Միայն հեսա օլովակ ունենք սարքին, ոնց է ցել, ոնց է եկել, անեք Հիմա մենք սահմանին ենք, չարակս գետը ստեղից ինչքան է հեռու սահման։ հեռավորությունը 3-4 կիլոմետր։ Հիմա համայնքում ինչքան սենց այգի ունեք։ 6000-ից ավել հեկտար։ 6000 հեկտարից ավել ինտենսիվ այգի ունեք։ Ասում եմ, այս շերտը դարել է ինտենսիվ այգիների մայրաքաղաք։ Խաչմերուկից որ աճ արեցինք, մինչև ստեղ եկող ճանապարհը ամբողջը սարքում է, մի շաբաթից սկսում մի քիչ սկսել են արտել, բայց մի շաբաթից ստեղ Որ ճանապարհը բանխտած։ բանից Սարդապատ Ուշավարի հետ։ Հա։ Ամեն ինչ սկսվում է սիրտից։ Սեր դեպի աշխատանք, դեպի բնություն, դեպի կյանք։ Սա պատմություն է, որ մեկնարկել է շատ վաղուց և ձգվելու է շատ երկար։ Նոր օրը, նոր հնարավորություն և միաժամանակ նախորդ հազարավոր օրերի շարունակություն։ Ինչպես ամենաբարձր ծաղրն է սկիզբ առնում արմատներից, այնպես էլ մեր գերդաստանի ամենանվիրական երազանքն է սկիզբ առել հողից։ Դարավոր ավանդույթները միահյուսելով նորարարական տեխնոլոգիաներին նոր շունչ են հաղորդում հողագործությանը։ Յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ պլանավորվել է։ Ժամանակակից տրակտորները մաթեմատիկական ճշգրտությամբ անցնում են դաշտերով և ուղիղ գծերով շարունակություն են, բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։ Յուրաքանչյուր տնկի, յուրաքանչյուր կոտոր մեզ հիշեցնում է հողի որակը տեսնում եք բան Խաչատրյան։ Հողի որակը լրիվ քար բան հող փաստացի Իսկ հող չեք վերել, չէ՞, բայց ստեղը չեք վերել, այդքան ծախսանել է։ Անձայացած հեկտարներով այգիները ժամանակին եղել են համայի հողատարածան և շուրջ համա աշխատանքի և համանացող բնումի վերածվել են հարավը Չորիվ համա Էսա, հա։ բայց մի հարավ սևոսա այգիների այդ իշխանում է, էսի լոկալական էսի հիմա էսա այգինա էսի մեծ դրանբալա էսի իրական անցածնարով ներքաղավարն այսի բացած միջակում ամենահարավի բանն անգին Ես այգիները մեկ տարեկանում վերգնել տարածությունը, անսահմանության զգացողությունը և զարթոնք ապրող Շատ լավ է։ բնությունը։ ուզում ենք Մենք հողում ենք, որ երջանկությունը գալիս է և հետևում են դաշտերում և այգիներում ժամանակ։ Եվրամիությունից և այնտեղի մասնագետությունը Ամեն ինչի Հայաստանը սեր դեպի աշխատանք, դեպի Հոյակապ։ բնություն, դեպի գյուղատնտեսություն։ Այսօր մենք հասել ենք հաջողության։ Տեսեք մեր միտքը համով է։ Մեր միտքը համով է, պետք է շուկայում ինքը Սիներ բանն պլանետնա ոստուբինի տիկը 30-32 թիվը 30-32 հազար տոննան դա մի 35 կիլոյի տրամաբանությամբ ենք հաշված, բայց իրականում ավել է ալնում, էլի ասում են 40-50 միջով գալիս է
Չէ, արդեն գնանք, շնորհակալ։ Շնորհակալ։ Առայժմ։ Փողերի եւ ջրերի խոշորացում։ Ջրերն էլ պետք է խոշորացնենք։ Ստեսություն։